Այս բնակավայրի բնակիչները սիրում են հյուրերին պատմել մի առասպել։ Իբր ժամանակին Աշոտ Երկաթը կանգնելով ժայռի եզրին և պարզելով ձեռքը դեպի երկինք, փորձել է դիպչել աստղերին։ Առասպելը Ձորագետի հովտում գետին հարակից հարթավայրի վրա գտնվող բնակավայրի մասին է, որը կոչվում է Ստեփանավան։ Երբ արդեն գիտակից կյանք էր, հասկացա, թե ով եմ, որտեղ եմ, այդ օրվանից սկսած պարզեցել եմ, որ հենց Ստեփանավանում եմ ծնվել և Ստեփանավանում եմ ապրում։ Հիշում եմ իմ եղբայրների հետ, բարեկամներիս հետ միշտ վիճում էինք Ստեփանավանն լավ է, թե Վանաձորը, այն ժամանակ Կիրովական, թե Երևանը։ Փոքրուց անչափ սիրել եմ և սիրում եմ իմ քաղաքը, մեր քաղաքը, հպարտանում եմ մեր քաղաքով։ Տատիկս միշտ իր հետ տանում էր, գրկած տանում էր մեր ձոր, տենց ենք ասում, ձոր, բագեր կոչվող այդ հատվածները, իրենք կանաչի էին հավաքում, ես վայելում էի բնությունը, հետո ես էլ սկսեցի արդեն մի քիչ մեծանալով, բնության հետ առաջի իմ կապը այդպիսին է եղել, ինչ է բնությունը, չէր թողնում, անակ ասում ենք ինչի չի կարելի քաշելով հանել բույսը, ասում էր չէ, այս բույսը միամյա չի, պետք է կտրենք, որ հաջորդ տարի սրանից մենք չօգտվենք, ուրիշը կօգտվի, բնության հետ մեր կապը, իմ կապը այդպես է եղել։ Իսկ հետո դպրոցահասակ տարիներին շատ պատահական սկսեցի զբաղվել տուրիզմով։ Ստեփանավանում բնակվող այս նկարչուհին հայրենի քաղաքում գտել է ստեղծագործող մարդու համար այնքան անհրաժեշտ լուռ ու ներդաշնակ միջավայրը։ Արդյունքում ստեղծվում են կտավներ, որոնցում Ստեփանավանի օդը, լեռներն ու բնությունը կենդանանում են, կտավի միջոցով փոխանցվում մարդկանց։ Այս քաղաքում դու կարող ես գտնել մի հատ լռություն, որ հենց այդ լռության մեջ ես դու կարողանում գտնես ինքդ քեզ ու հենց այդտեղ է, այստեղ շատ մեծ կապ ունի, երբ որ նկարիչը կարողանում, ընդհանրապես արվեստագետը կարողանում է այդ լռության մեջ գտնի իրեն։ Մարդկանց մեծ մասը փախչում է այդ աղմուկից կամ փախչում է ինքը իրեն լսելուց, բայց այստեղ դու կարողանում ես այդ լռության մեջ քեզ ինքդ լսել, ինքդ քո հետ խոսել, էլի դա այստեղ մի հատ էլ շատ մեծ կապ կա նկարչի ու արարող լինելու մեջ, երբ որ դու սկսում ես ինքդ քեզ լսել, դու սկսում ես արդեն արարել։ Հենց այս արարելու մեջ դու քեզ ճահիճացված չես զգում, լճացված չես զգում, էլի։ Այդ արարելու մեջ դու հասկանում ես, որ դու ստեղծվել ես Աստծո նմանությամբ ու պատկերով, էլի, դա շատ կարևոր է, որ այդ լռության մեջ դու կարողանում ես քեզ գտնել, ու այս քաղաքը տալիս է այդ հնարավորությունը ինքդ քեզ գտնելու, հասկանալու։ Այսօր Ստեփանավանի աշխարհագրական դիրքը, քաղաքի հանգիստ ռիթմն ու տեղի բնությունը ձգողական ուժ ունեն հատկապես երիտասարդ ընտանիքների համար։
Մայիս Մարգարյանը տարիներ առաջ թողեց աղմկոտ Երևանը, տեղափոխվեց նախ Վանաձոր, իսկ հետո վերջնականապես հաստատվեց Ստեփանավանում, բացելով մասնագիտական կյանքի նոր էջ։ Ես որ եկա, քանդած էր քաղաքը, իհարկե կապիտալ շինարարություն էին անում, գլխավոր փողոցը հիմնահատակ քանդած էր, ամեն ինչ քանդած էր, մի կողմից վատ էր, մյուս կողմից հասկանում էինք, որ ինչ-որ խոշոր ներդրում արվում քաղաքում։ Իրա մեջից ես գցում եմ high speed AI, տեսնեմ գործիքն է։ Ու ինքը սկսում է սեղագրել։ Իմ խոսակցությունը վերածնա բան։ Անգամ չէի կարող պատկերացնել, որ մի քանի տարվա ընթացքում քաղաքը այսքան բարեկարգվելու է։ Ես մտածում եմ, որ եկել եմ բնություն, շատ պահանջկոտ չեմ, բնություն լինի, հերիք է, այստեղ առկա այգիներից շատ այգիներ սարքվեցին կամ հետ վերադարձվեցին, հա, այսպես չգործող վիճակից, այստեղ փողոցներ, մայթեր, գրադարաններ, ֆուտբոլի դաշտեր, ինչ ասես, սկսեց հայտնվել, կարուսել, ատրակցիոններ, այդպիսին էր իմ համար Ստեփանավանը, կարևորը իմ համար իմ հոգին էր, որ սեփական տուն, հանգիստ, խաղաղ, դանդաղ կյանք, հարևաններ, բնությունը մոտ, բայց անցան տարիներ ուղղակի ահավոր հարմար քաղաք դարձավ, ահավոր լավ ռիթմով։ Արդյունքում ես այստեղ խաղաղ եմ, ներդաշնակ եմ, խնայում եմ շատ ժամանակ, անկեղծ ասած առցանց աշխատող մարդու համար ժամանակը կենտրոնացումը եւ ներդաշնակությունը վառելիքի պես բան է։ Ստեփանավանի մշակութային կյանքում կարևոր դեր ունի Անի պարային անսամբլը, որի հիմնադիր Տաթև Իսպիրյանը պարուհու մասնագիտական ճանապարհն ընտրել է շատ վաղ տարիքում։ Մայրիկիս ընկերուհին, ով մինչ այսօր կենդանի է, Տիկին Մանյան, մինչ հիմա երբ տեսնում է ինձ, երբ պատմում է այդ պատմությունը, թե ինչպես իրենք աշխատանքից գալիս էին մեր տուն, որպեսզի դիտեն, թե ինչպես եմ ես ելույթ ունենում։ Շատ ծիծաղելի պատմություն է, բայց ես ուրեմն վերցնում ինձ վրա փաթաթում էի մեծ սրբիչը, կարծես թե երկարբեմական զգեզ, միկրոֆոնի փոխարեն վերցնում էի սող եւ երկում եւ պարում էի։ Եվ իրենք ինձ ասում են, որ ես եղել եմ 2-ից 2.5 տարեկան։ Դե շուտ խոսացել եմ միգուցե, բայց կարողացել եմ նաեւ ինձ դրսեւորել եւ այդ երևույթը այնքան հետաքրքիր է եղել, որ նրանք եկել են մեր տուն հյուր, որ տեսնեմ, թե ես ինչպես եմ երգում ու պարում։ Ստեփանավանի այցեքարտային խորհրդանիշներից մեկը Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն է։ Տունը տան մեջ պահպանելու գաղափարը հղացել է ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։ Թանգարանի աշխատակիցները հպարտությամբ նշում են, որ ճարտարապետական այս գլուխգործոցն իր բացառիկ կառուցվածքով միակն է Հայաստանում։ Ինձ համար թանգարանի թիվ 1 էքսպոնատը Ստեփան Շահումյանի տնակն է, որի շուրջ ամփոփված է ողջ պատմություն, այսինքն այս տնակն է։ Բացառիկ ցուցանմուշ է, որտեղ կարծում եմ բոլոր այցելուները, ովքեր մտնում են թանգարան, իսկապես հիանում են եւ զարմանում, որ մուտք են գործում 250 տարվա վաղեմություն ունեցող տուն, որը պահպանել ենք այդքան խնամքով, սիրով, ջերմությամբ։ Եվ կարծում եմ դեռ պիտի տանք այս ամեն ինչը դարերին եւ դեռևս շատ ու շատ այցելուներ պիտի գան եւ իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնեն տեսնելով այս տնակը։ Ինչու եմ ասում ինձ համար կարևոր էքսպոնատը տնակն է, որովհետեւ ամբողջ ցուցանմուշները, ամբողջ պատմությունը համակցված է այս տնակի շուրջը։
Առաջին անգամ Ստեփան Շահումյանը եղել է Ջալալօղլիում եւ հյուրընկալել է Տեր Գրիգորյանների տանը, այս տանը, որտեղից սկսել է իր հեղափոխական գործունեությունը։ Պատկերացնում եք, այս տանը ինչքան հանդիպումներ են տեղի ունեցել, հեղափոխական զրույցներ, որքան պատմություններ կան ամփոփված այս բնակի ներսում։ Ստեփան Շահումյանի անվան հետ է առնչվում նաև կոմունիստների քարանձավներ կոչվող գեղատեսիլ վայրը, որտեղ նա իր զինակիցների հետ թաքնվել է ցարական զինվորներից։ Լեռնային եւ անտառային տեղանքը նպաստել է քաղաքի զբոսաշրջության զարգացմանը դեռևս խորհրդային տարիներին։ Միշտ Ստեփանավանը պարծեցել է իր բնությամբ։ Պատահական չէր, որ սովետական միության ժամանակ 70-80-ականներին մինչև 90-ականները Ստեփանավանը հայտնի էր տուրիզմով։ Ինձ երեխա ժամանակվանից բախտ է վիճակվել լինել տուրիզմում, աշխատել տուրիզմում, հետո երկրաշարժի ժամանակ մի քիչ դրանք հետ գնացին ու վերածնունդը այդ տուրիզմի երևի թե մի 10 տարի առաջ սկսվեց։ Պարանային այգու գաղափարը հենց նրանում էր, որ ցույց տանք մեր բնության դերական կողմերը, որ բնությունը միայն այն չի, որ եկան, 2 րոպե վայելեցին, գնացին։ Ծրագիրը, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ իրականացրեցինք, կոչվում էր Պարանային այգի, Extreme Park, ամբողջ գաղափարը հետևյալն էր. օգտագործենք, ցույց տանք, որ ծառը կարող է երկար ծառայել, բնությունը կարող է երկար ծառայել մարդուն եւ նպաստի մարդու ոչ միայն վայելքին, այլ նաեւ ճարպկության զարգացման, համարձակության զարգացման։ Այդ գաղափարի շուրջ ծնվեց այդ մեր Extreme Park-ը, Պարանային այգին։ Այսօր Ստեփանավանում հինն ու նորը կողք կողքի են։ Քաղաքն անվանակոչվել է կոմունիստ Ստեփան Շահումյանի պատվին։ Պահպանվել է նրա հուշարձանը եւ տուն-թանգարանը։ Այնուհանդերձ, քաղաքը շարժվում է ժամանակին համընթաց։ Ժամանակակից քաղաքի զարգացմանը նպաստում է նաև մարզերի երեխաները մարզերում կազմակերպությունը։ Կարաս վիդեոյի տեքստը MP3 ֆայլով համից գցես դե, սարքի տեքստ դնես վիդեոյի վրա, տակը տիտրերով ռիլերի, միլերի համար։ Պատկերացրիր։ Եթե խոսենք մեմից, մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպությունից, ասեմ, որ Ստեփանավանը այստեղ ոչ մի կապ չունի, բայց եւ լիքը կապ ունի, ինչի համար sense տարօրինակ արտահայտություն, որովհետեւ ինքը աշխարհագրորեն շատ լայն սփռումով ցանց է, որի հանգույցներից մեկը Ստեփանավանն է։ Բնականաբար Ստեփանավանում էլ կան մեմցիներ, մեմցիների ընկերներ ստեղել են երեխեքը, դրանով վարակվում, սկսում ակտիվություններ, արժեք գեներացնել, այստեղից էլ են երեխեք գնում այլ կետեր, ցանցեր հյուսելու, միահյուսվելու, այլ ակտիվությունները ամենալավ իմաստով սպառելու։ Բայց Ստեփանավանը այդ ամենի կենտրոնը չի, այդ ամենը կենտրոն չունի, ինքը ապակենտրոնացված հիբրիդային ցանց է։ Հիբրիդային ասելով հասկանում ենք, որ եւ առցանց եւ անցանց ակտիվություններով ցանց է, որտեղ մոտ 500 երեխա ունենք եւ որոնց բաժնանկում 100-ից ավել մենթոր։ Մենք ունենք 12 մարզային թիմ,
Մեմ Սյունիք, Մեմ Տավուշ, Մեմ Լորի, մենք ունենք 7-8 ֆունկցիոնալ ուղղություն, կրթական բաժին, մարդկային ռեսուրսներ, մարքեթինգի, արտաքին կապերի։ Այդ բոլոր հաստիկները զբաղեցնում են այդ երեխեքը, ովքեր կրթվելով անում են, անելով կրթվում են։ Երկար ժամանակ մտածում էի անեմ ցուցահանդես ու հրավերներ լինում է դե արտերկրից, բայց ինձ համար այստեղ կարևորը որ իմ հարազատ քաղաքում անեմ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը այս հիմքի վրա էր, որ ցույց տա մեր գյուղացու կյանքը, գյուղացին ինչով է զբաղվում, որտեվ ինձ համար 2020 թվականը մի քիչ շատ ցավոտ տարի էր, երբ որ ես հասկացա, որ յուրաքանչյուր հայ իր մասնագիտության մեջ լրագրող, բժիշկ կամ նկարիչ պետք է առաջինը ցույց տա իր հայ լինելը։ Ու հենց նկարչության մեջ խորացրեցի այդ ամեն ինչը։ 18 կտավները, որ ներկայացրել էի, ցուցահանդեսիս վերնագիրը Լորվա ճամփեքով այս վերնագիրն ենք մենք ընտրել։ Հյուրեր արտերկրից էլ հյուրեր ունեի։ Ու այստեղ մի հատ շատ կարևոր բան եմ ուզում նշեմ, իմ ցուցահանդեսի ժամանակ ինձ համար կարևոր է, որ մարդիկ գան, տեսնեն, զգան աշխատանքները ու սպասեն, որ պետքա բացվեն։ Ցուցահանդեսի վերջում, երբ որ արդեն ժամը, մենք ցուցահանդեսը սկսել ենք ժամը 5-ին, բայց արդեն 11-ներ, երեկոյան ժամեր այդ հյուրերի հոսքը չէր դադարում, բայց մարդիկ այդ երկխոսությունը արդեն կտավների հետ ստացվել էր, իրանք կարողանում էին խոսան կտավների հետ։ Ժամանակին Ստեփանավանցի 10-ամյա մի տղա Սոս Սարգսյանը, երբ դեռ երբեք թատրոն չէր տեսել, պիես գրեց եւ տան նկուղում Բակի ընկերների հետ ներկայացում բեմանրեց։ Տարիներ հետո մեծ վարպետը նշում էր. դա Աստծո նախախնամությունն էր, որ հենց իր հայրենի Ստեփանավանում դերասանական առաջին քայլերն արեց։ Այսօր էլ Ստեփանավանում ապրում եւ ստեղծագործում են համարձակ ստեղծարար մարդիկ, որոնք կերտում են նոր Ստեփանավանը։ Մենք պատիվ ենք ունեցել շատ մեծ բևերում ապրելու, բայց ոչ մի հարմար պատեհ առիթ բաց չենք թողնում, թեկուզ մեր մի փոքր Ստեփանավանի բակում, պարտեզում, որևիցե մի այգում միջոցառում ապրելուց, եւ դա մեզ շատ ուժեղացնում է, դա շատ մեծ ուժ է տալիս։ Ես միշտ եւ միշտ իմ սաներին ասում եմ, հիշեք, ամենալուրջ, ամենագնահատող հանդիսատեսը ձեր քաղաքի բնակչությունն է, Ստեփանավանի բնակչությունը, որը որ տարիների ընթացքում բավականին հղկվել, փոխվել եւ խստապահանջ է դարձել։ Խնդրում եմ, մի հատ տղաները մոտենան գծով այստեղ, այստեղ եկեք, տղաներ, քայլելով եկեք, ահա, խնդրում եմ, դահլիճի կենտրոնը զգում ենք դահլիճի կենտրոնը եւ կենտրոնից արդեն քերծի ժամանակ համապատասխան ուղղություններով բացվում ենք, մի քիչ այս կողմը տղաներ, ձեր շատ առաջ լինում, մի քանի փորձի ժամանակ ես ասել եմ, մի քիչ գնում ենք հետ։ Ստեփանավանը իմ ծննդավայրն է, Ստեփանավանը իմ ինքնությունն է, իսկ Ստեփանավանի ամենասիրելի մասը ինձ համար Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնն է։ Ու կարծում եմ այդպես միշտ է լինելու։ Հետագայում որտեղ որ կլինե, միևնույնն է, այս կենտրոնը լինելու է իմ մտքերում, լինելու է իմ սրտում, այստեղ տարիների գործունեություն ունեմ եւ այստեղ դրել եմ իմ ջանքը, իմ եռանդը, իմ աշխատանքը, իմ թիմի հետ միասին ամեն օր որոշակի փոքրիկ արարումներ
եւ ձեռքբերումներ այստեղ արձանագրել ենք այս տարիների ընթացքում եւ շարունակում ենք արձանագրել։ Ես այսօր Ստեփանավանում եմ, տեսել եմ երեկվա Ստեփանավանը, տեսնում եմ այսօրվա Ստեփանավանը ու իմ բոլոր մտերիմ ընկերները գիտեն, որ ես համար մեկ հանգամանքը, որ ասում եմ Ստեփանավանը թույն տեղ է, այդ համայնքն է։ Համայնք, այսինքն գաղափարակիցներ, ովքեր երազել գիտեն, ովքեր գործում են, ում հետ կարելի է խոսել, կիսվել, եւ ես այստեղ ուզում եմ ապրեմ, ես այստեղ իմ երեխեքն են, մանկապարտեզ են գնում, ես նոր երեխեք եմ ուզում ունենամ, անպայման ուզում եմ շեշտեմ, որ մինիմում 4-5 դա ճիշտ է, դա պետք է եւ կարծում եմ բոլորիս պատասխանատվությունն է։ Ես տեսնում եմ ապագան այստեղ եւ հավատում եմ, որ այդ ապագայի մեջ մենք էլ գործ ունենք անելու։ Այսօր Ստեփանավանում երկնքի աստղերին չեն դիպչում, հիշում են առասպելը, պահպանում են ավանդույթները և ջանք չեն խնայում կերտելու ժամանակակից քաղաք։ Զբոսաշրջության հետ մեկտեղ Ստեփանավանում կյանքի են կոչում մշակութային և կրթական նոր նախագծեր։